Ողջույն հարգելիներս, այս կարատեսակներով, որը կարող է լինել բաց եզրով, փակ եզրով եւ զիգզագ կարատեսակով, մշակում են ցանկացած տեսակի հագուստի եզրը, փեշաբերանը։ Տարված եզրը կարող է լինել փակ եզրով, բաց եզրով, այստեղ բաց եզրով է, մաքրակարված կամ առանց մաքրակարի, ըստ մոդելի է, այստեղ մաքրակարի փոխարեն օգտագործել եմ զիգզագ մկրատը։ Փակ եզրով ծալված կարը, ուղղակի եզրը այսպես կարաբաժինը ներս է ծալված։ Եվ մաքրակարի մեքենայով մենք կարող ենք կատարել այսպիսի կար, սա կորդոն է, ռոլևի շով, ոնց ասեք, սա մոսկովսկի կարն է, կարող ենք ասել նեղ ծալված եզրով կար։ Նմուշը ես ցույց կտամ փակ եզրով ծալված կարը։ Այս հատվածը մի փոքր աշխատանքային պահ է, ես այսպես նշում եմ պատրաստի եզրի գիծը, որտեղ պետք է լինի այդ ծալքը։ Կարաբաժինը կարող է լինել ցանկացած լայնության, ըստ մոդելի այստեղ մուշի համար ընտրեցի 3 սմ։ Դա նույնպես աշխատանքային պահ է, ես ուզում ձեզ ցույց տալ, որ կարաբաժնի այս ներսային հատվածը կարող է հավասար լինել մեր պատրաստի այս կարաբաժնի ընդհանուր լայնությանը, այս ընդհանուր, որ բոլոր շերտերը իրար հավասար են, եւ կարող է լինել, որ միայն 5 կամ 1 սմ է ծալվում վերևի հատվածից եւ հետո նոր արդեն պատրաստի մեր այդ գծած տեղից ծալենք ընդհանուր մեր կարաբաժինը եւ այսպես ստացվի, որ ծալված հատվածը լինի ընդամենը 1 կամ 0.5 սմ։ Տարբեր օրինակներ ցույց տալու համար հիմա ես ընտրեցի վերևից քիչ կարաբաժինը, որպեսզի ցույց տամ նաեւ մնացած այլ տարբերակները։ Ծալելուց հետո մենք կարող ենք այստեղ բլանտել, որ ավելի լավ ստացվի մեր աշխատանքը։ Կարող ենք այսպես թարս կողմից եզրից 1-3 մմ հեռավորության վրա։ Եթե կարել եք այնպես, որ եզրից այստեղ կտորը շատ ավելի է, ապա հակառակ կողմից այդ եզրը երևալու է, օրինակ ջինսերի դեպքում մաշվածություն կառաջացնի ծալված եզրի վերևի հատվածով։ Դրա համար ուշադրություն դարձրեք, որ կարը լինի եզրին մոտ, այլ ոչ թե ներքևից։ Շատ կարևոր եւ էսթետիկ պահ է մեր աշխատանքների համար։ Եվս մեկ տարբերակ եմ ուզում ձեզ ցույց տալ, որտեղ ծալվող եզրի այս կարաբաժնի չափով ծալում ենք երկրորդ շերտը։ Այսպես, այստեղ նույնպես լավ կլինի կարեք եզրից 1-3 մմ։ Քանի որ ծալված, այսպես կարված եզրերը լինում են տարբեր լայնության, ես ուզում եմ ձեզ ցույց տալ նաև 2 սմ-անոց կարաբաժնի ծալված եզրի տեսքը։ Այստեղ եթե 2 սմ է կարաբաժինը, ուրեմն 1 սմ ծալվում է ներս, 1 սմ ծալվում է արդեն որպես մեր երևացող կարաբաժին, եւ նույնպես կարող ենք եզրից 1-3 մմ։ Այսպես շատ տեղեր են մշակում, օրինակ աստաղները, որ ներսից է եւ ազատ եզրը պետք է փակ եզրով մշակենք, ահա այս տարբերակով ենք մշակում։ Կիսաշրջազգեստները մեծ լայն նկատի ունեմ այդպես փեշերով, նույնպես ահա այսպես ենք մշակում, շատ կիրառելի է, սարաֆանները նույնպես կարելի է այդպես մշակել։ Սա ամենայն ստանդարտ տարբերակներից մեկն է։ Շատ բարակ կտորների դեպքում, օրինակ շիֆոն, նմանատիպ թափանցիկ կտորների, սետկաների համար կատարում են ավելի նեղ եզր, երբ որ եզրի ընդհանուր ծալված եզրը պետք է լինի 3 մմ։ Իհարկե կարելի է ավելի քիչ անել, եթե դա հնարավոր լինի, ամեն դեպքում օգնող կատարվում է այսպիսի կար եւ հետո նոր կատարվում են հաջորդ գործողությունները։ Սա ժամանակավոր կար է, հետո մենք պետք է քանդենք այն, կտրում ենք ավելորդ կարաբաժինը եւ հետո նոր այդ կարաբաժնի լայնությամբ ծալվում է ներս, կարող ենք թարս կողմից եզրին մոտ, կարող ենք եզրին 1-2 մմ, եթե հնարավոր է իհարկե, այստեղ 1 մմ պետք է լինի, ուշադրություն ենք դարձնում այդ սկսվող հատվածին, որովհետև կարող է ծամել մեքենան, որտեղ բարակ կտորների համար է սա նախատեսված։ Բլանտեր այստեղ չեն անում, միանգամից այսպես կարում են, այնպես որ շատ դժվար կարատեսակ է։ Պետք է ուշադիր կարեք։ Ընդհանրապես ծալվող եզրով այս կարատեսակները շատ տարբեր են լինում։ Լինում է նաև այսպես օրինակ եզրից 1-2 մմ բաց եզրով կար, սա հիմա արդեն ուրիշ կարատեսակի մասին եմ խոսում, մինչև ես քանդում եմ այդ ժամանակավոր կարը, ուղղակի 1 սմ ծալում են, եզրը մշակում են եւ կարում են եզրին 1-2 մմ հեռավորության վրա։ Ըստ կտորի մշակումները շատ տարբեր են, ես ցույց տվեցի տարբեր լայնության, որպեսզի ավելի տպավորիչ լիներ։ Իսկ այս կարատեսակը փոխարինում է նաև զիգզագ կարատեսակով։